չեմ խուսափել եւ որևէ տեղ ձեր հետ շփվելուց հիմա համեցեք։ Դա հաստատ է, պարոն Հարությունյան, դուք ԿՊ-ների եք հնարավոր պատրաստում խնդրեմ սրա։ դրա համար ինչու հենց ձեր տեխնացիության վրա կան առան պարոն Հարությունյան։ Արտահայտություններից հնարավոր սկսենք։ Լավ, հիմա պատասխանեմ։ Նախ ժամանակին էլ երևի սեպտեմբեր կամ օգոստոս մեր որոշ գործընկերներ իշխանությունից ասել են, որ այդպիսի գործընկերներ ունենք, որոնք նաև արտահերթի մասին են խոսում եւ դա պետքա գնահատվի։ Մենք գնահատել ենք, որ դրա կարիքը չկա եւ ուրեմն գնում ենք հերթական ընտրությունների, խնդրում եմ ավելորդ ինտրիգներ չփնտրել, շտաբի ձևավորումը կապված է այն բանի հետ, որ առաջին անգամ իշխանությունը ուզում է առանց տարբեր հարցերում ցայտնոտների, շտապողականության ճիշտ կազմակերպի իր աշխատանքը եւ այդ որոշումը պայմանավորված է դրանով, որ եւ առհասարակ քաղաքական ուժը ամեն հաջորդ ընտրությունից հետո, ասենք օրինակ, առաջիկա ընտրությունը երբ է լինել, հունիսի 7, 8, 10, հաջորդ օրը կարող է ձևավորել հաջորդ ընտրությունների շտաբ եւ նախապատրաստվել հարգելի գործընկերներ, կարող է, չգիտեմ, այնպիսի մի հատ աշխարհացունց իրավիճակ լինի, որ եւ դրանից ապահովագրված չի որևէ երկիր, բայց մենք գնում ենք հունիսի կայանալիք հերթական ընտրություններին։ Հետևելով իրադարձություններին, բոլորին կալանավորում եք, ըստ էության։ Էլ ինչի է պետք շտաբում է պետք, եթե բոլոր ուժեղ մրցակիցները արդեն միջև ընտրությունները հաստատ բանտում կլինեն։ Ես կարծում եմ ձեր հեգնանքը տեղին չէ եւ ձեր սարկազմը ընդհանրապես տեղին չէ, որովհետեւ մենք ապրում ենք իրավական պետությունում եւ բոլոր նրանք, ովքեր հանցանք են գործում, լինի դա ընդդիմություն, իշխանություն, հայտնվում են համապատասխան տեղերում կամ հարուցվում են համապատասխան վարույթներ։ Մեր մեղավորությունը այդտեղ թերևս այն է, որ այնուամենայնիվ այդ համակարգերը այնպես արագ չեն բարեփոխվել եւ զարգացել, որպեսզի նմանատիպ գործերը իրենց ժամանակին, այսինքն ոչ թե ավարտվեն մի քանի տարում, այլ ավարտվեն ամիսների ընթացքում եւ նման խոսակցությունները իջիկ կլինեն։ Ազատ խոսքի համար իշխանության ներկայացուցիչ կալանավորվել է այս ընթացքում։ Ընդդիմության ներկայացուցիչներ խոսքի համար կալանավորվել են։ Իշխանության ներկայացուցիչը գրառման համար, հայտարարության համար։ Մենք խոսքի համար չենք կալանավորում եւ առհասարակ գործադիրը կալանավորելու որևէ գործառույթ չունի։ Իրավապահները կալանավորվում են համապատասխան քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նկարագրված իրավիճակներում։ Հարգելի գործընկերներ, ես արդեն պատասխանեցի, էլի, ես լինելով գործադիրի ներկայացուցիչ որակումներ չեմ տալու եւ դատական համակարգը կտա պատասխանները արդյոք այդտեղ այդ ամենը իրավաչափ եղը թե ոչ։ Հարություն, անգամ Եվրանեստի նիստում Եվրապադգամավորն է ամոթ հանք տալիս դրա հետ կապված, պարոն Հարություն։ Բոլոր հարցերին կպատասխանեմ։ Երկու օր առաջ, եթե չեմ սխալվում, հենց բյուջեի քննարկմանը զեկույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ադրբեջանական կողմի հետ գրեթե ամենօրյա ռեժիմով արդեն կապ կա, քննարկումներ անդադար։ Ես կխնդրեի մանրամասնել, պարոն Հարությունյան, կոնկրետ ինչ օրակարգով են այս փուլում ադրբեջանական կողմի հետ այդ ինտենսիվ շփումները։ Ինտենսիվ շփումները բոլոր հարցերի շուրջ են եւ ես չգիտեմ կոնկրետ ինչ խոսակցություն է եղել այդ զեկույցի ժամանակ վարչապետի ընդհանուր դրանք վերաբերում են շատ տարբեր հարցերի, ասենք օրինակ սահմանագծման օրակարգով Պարոն Գրիգորյանն է իր ուղղությամբ աշխատում, արտաքին գործերի նախարարությունը համապատասխան իրենց օրակարգով աշխատում, անվտանգության խորհուրդը եւ Արմեն Գրիգորյանը իր գործընկերոջ հետ է աշխատում, գնեն հումանիտար հարցեր, մնացած բոլոր հարցերը, օրակարգները, երբ որ արդյունքները լինում է, մենք դրա մասին խոսում ենք եւ կարծում եմ, որ այն տեմպը, որ կա
Հայաստան-Ադրբեջան գործընթացում, հարաբերություններում վատը չէ, օրինակ Ադրբեջանի կողմից իր մասով, օրինակ հայկական բեռների տեղափոխման, շրջափակման արգելքի հանումը։ Պարոն Հարությունյան, իսկ ամենօրյա ռեժիմով քննարկումների ժամանակ արդյոք այդ ցավոտ հարցերը քննարկվում են, օրինակ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, Արևմտյան Ադրբեջանի թեման, գերիների չհոգնեցիք դուք ընդհանրապես։ Դուք ընդհանրապես չհոգնեցիք այդ թեմաներից Զանգեզուրի միջանցքի։ Եվ մենք ենք մեր կարծիք ասել, եւ իրանք են իրենց կարծիք ասել, կան ստորագրված փաստաթղթեր։ Այդ փաստաթղթերում շատ հստակ եզրույթներ, տեղանուններ, անվանումներ, ինչի եք անընդհատ ավելորդ լարվածություն ստեղծում այդ բանը։ Okay, մենք չենք ստեղծում։ Ստորագրման շուրջ կան քննարկումներ այս պահին, պարոն Հարությունյան, նախաստորագրվեց, բայց ստորագրման մասին կարծես թե դադար է այս պահին, եթե այդպես չեք ասել, դե երկկողմ շփումներում այդ հարցը անընդհատ կա եւ պետք է փորձենք նաեւ ընդհանուր եզրեր գտնել, որպեսզի օր առաջ այդ փաստաթղթը ստորագրվի։ Պետությունների ղեկավարների միջև ուղիղ շփում կա թե ոչ։ Պետությունների ղեկավարների միջև այն ժամանակ, երբ որ շփում լինում է, դուք դրա մասին իմանում եք պարտադիր։ Պարոն Հարությունյան, իրավական ոլորտից հարց են տալիս այդ բերանը փակելու, եկեղեցու ցանելու հետ կապված, ասում եք, թե դա իրավական տիրույթ է, մենք թողի ամեն մեկը զբաղվի իր գործով, չենք խառնվում, բայց կոնկրետ 3 Եվրանեստի խորհրդարանական վեհաժողովի նիստին եվրապատգամավորներից մեկը Նաչո Սանչեսը ձեզ ամոթանք տվեց, որ 20-40 ոստիկան եք ուղարկում մարդկանց խոսքի համար բանտ եք նետում ու հիշեցրեց, որ դուք տենց ուզում եք ԵՄ անդամ դառնալ, եւ ժողովրդավարական պետություններում նման կերպ չեն վարվում։ Սա էլ ձեզ չի առնչվում։ Երբ որ իսպանացի падգամավորը գալիս է եւ Հայաստանի Հանրապետության տարածքում նման դիրքորոշում է արտահայտում, դա նշանակում է, որ այս պետությունը եւ մեր իշխանությունը միտված է ժողովրդավարական գործընթացները զարգացնել, չփախնել մեր կողմից անարդարացի քննադատությունից, լսել դա եւ ընդունել գիտություն։ Յուրաքանչյուր հարգելիս դա իսպանացի падգամավորը զգուշացնում է, okay։